Սելի այնակիցներ, բազմաթիվ հարցեր ոչինչ պատասխան։ Պարոն Ղալամքարյան, կրկնում եմ, դուք զեկուցում եք 70 միլիոնանոց վարկի մասին։ Ասում եք, տևողությունը տոկոսը, բա հետո պարտավորված վճարները, օրինակ այդ պարտավորված վճարներով, որ գումարենք եւ նաեւ նախնական ուրեմն հայտի դիտարկման վճարը, ես կարծում եմ ձեր գերատեսչության ձախողված կապսի ջրամբարի վրա մենք օրինակ կորցրել ենք մոտարապես 1 միլիոն եվրո չափի փող։ Մանրուք է իհարկե, բայց դե ձեր համար։ Բայց 1 միլիոն եվրո մենակ դրա վրա են կորցրել։ Հիմա սելի այնակիցներ, այս 70 միլիոնից ընդհանրապես 25 միլիոն է ներդրում կատարվելու։ Մնացածը գնալու են հետաքրքիր ինչ-որ բաների վրա, տեխնիկական աջակցություն, ջրարի ներքին գենդերային, ներառելով գենդերային եւ ներառական ասպեկտներ։ 10 տարվա ռազմավարություն, ուրեմն կառավարությանը անկախ ընտրությունների արդյունքից մնացել մի 4 ամիս ժամանակ, ավելի քիչ։ Բայց մարդիկ 10 տարվա ռազմավարություն են մշակում, 8 տարի առաջ ո՞նց էիք առաջնորդվում։ Եվ մի քանի հետաքրքիր դրվագ, ուրեմն կապիտալ ներդրումների հետ կապված։ Սելի այնակիցներ, ուրեմն այս կառավարությունը փոքր եւ միջին ջրամբարների կառուցումը, ծրագիրը կատարել է ընդամենը 7.3%-ով։ 7.3%-ով։ Հիմա ամառը գալու ասել են եկեք թողեք Սևանը մի քիչ էլ քամենք։ Ջրամբարների վերականգնման եւ վերազինման աշխատանքներ 12.5%։ Լավ խայտարակություն է։ Բայց մարդիկ 10 տարվա ռազմավարություն եւ մի 45 միլիոն էլ նենց գենդերային եւ ներառական ասպեկտների վրա փող են վերցնում։ Եվ մի քանի հետաքրքիր դրվագ հանձնաժողովում քննարկումների ժամանակ, եթե իհարկե պարոն Արշակյանը կես րոպե ժամանակ տա։ Չեն կարող, Պարոն Ղալամքարյանն ասում է 800,000 թիվ ասեմ վերջացնեմ, 800,000 հեկտարի ենք հասնելու ոռոգելի հողերը։ Ասեմ ես վերջի 5 տարվա ընթացքում ինչքան եք ավելացրել, ասում է 10,000։ 5 տարում 10,000, այդ 790,000-ը ո՞նց եք անելու։